Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կորցրել է իր քաղաքական կշիռն ու հեղինակությունը եվրոպացի դիվանագետների ու պաշտոնյաների աչքում։ Այս մասին հղում անելով եվրոպական բարձրաստիճան աղբյուրներին հայտնել է Politico ամսագիրը։ Մայրցամաքում գաղափարների գեներատորի նրա հեղինակությունը վաղուց կորել է, եւ նրան փոխարինելու է եկել նորը, գլխավոր ձանձրույթը, հայտնել է պարբերականը։ Ինչպես պարբերականի հետ զրույցում անանունության պայմանով պատմել են դիվանագետներն ու ամբողջ Եվրամիության պաշտոնյաները, Մակրոնի խնդիրները, ով կենտրոնացել է իր քաղաքական ժառանգության պահպանման վրա, նրան դարձրել են խոչընդոտ առաջընթացի ճանապարհին, այլ ոչ թե շարժիչ։ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Վոլոդիմիր Զելենսկին ցանկանում են ավարտել ուկրաինական հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ Պուտինը ցանկանում է, որ հակամարտությունը ավարտվի, կարծում եմ Զելենսկին ևս։ Ըստ իս հակամարտությունը կավարտվի, ասել է ԱՄՆ նախագահը։ Թրամփն ընդգծել է, որ ուկրաինական հակամարտությունը չի վերաճի երրորդ համաշխարհային պատերազմի և ոչ մի կերպ չի ազդում Միացյալ Նահանգների վրա։ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել հարավկորեական Յոնհապ գործակալությունը, վկայակոչելով Կորեայի Հանրապետության շտաբների պետերի միացյալ հրամանատարությունը։ Հյուսիսային Կորեան առնվազն մեկ անհայտ բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, պնդել են ԶԼՄ-ները։ Նշվում է նաև, որ այս արձակումն առաջինն է այն բանից հետո, երբ Հարավային Կորեայի նախագահ Լի Չժեմենի կառավարությունը ստանձնեց պաշտոնը հունիսին։ Հոկտեմբերի սկզբին Հյուսիսային Կորեայում Փհենյանում կայացած զորահանդեսի ժամանակ ցուցադրել են Կիմ Չեն Ընի գաղտնի զենքը՝ Հվասոն-20 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Նշվում է, որ այն կարող է հարված հասցնել ԱՄՆ-ի ցանկացած կետի։ Եվրոպական պետությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը կայանա և հաջող լինի։ Այս մասին Եվրամիությանը կոչ է արել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Եթե Եվրամիությունը իսկապես ցանկանում է արագ խաղաղություն Ուկրաինայում, ինչին ես չեմ հավատում, նա պետք է ամեն ինչ անի, որպեսզի նախագահներ Թրամփի և Պուտինի հանդիպումը Բուդապեշտում տեղի ունենա առանց խոչընդոտների և որքան հնարավոր է շուտ, նշել է քաղաքական գործիչը։ Ֆիցոյի խոսքով, չնայած հանդիպման անցկացման ճշգրիտ ամսաթվի մասին տեղեկատվության բացակայությանը, այն արդեն փորձում են ամեն կերպ խափանել։ Եվրամիությունը վերածվել է ռազմական կաբինետի, որտեղ եվրոպացի պաշտոնյաներն աջակցում են ուկրաինական հակամարտությանը, դժգոհել է վարչապետը։ Հունգարիայի խորհրդարանը կես տարով երկարաձգել է երկրում արտակարգ դրության գործողությունը, կապված հարևան Ուկրաինայի տարածքում հակամարտության հետ։ Քվեարկության ընթացքում համապատասխան օրինագծին կողմ է քվեարկել 127 պատգամավոր, դեմ 56-ը։ Արտակարգ դրության ռեժիմն այս դեպքում թույլ է տալիս երկրի վարչապետին և կառավարությանը որոշ որոշումներ կայացնել արագացված եղանակով, հրամանագրերի և որոշումների միջոցով, այլ ոչ թե քննարկում պահանջող օրենքների հիման վրա։ Հունգարիայի կառավարությունը 180 օր ժամկետով արտակարգ դրություն է հայտարարել, կապված 2022 թվականի մայիսին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ, և այդ ժամկետից ի վեր այն երկարացրել է 6 անգամ։